Պարոն Ֆարմանյան, թույլ տվեք կտրականապես չհամաձայնվել են մտքի հետ, որ հանձնաժողովի նախագահները այսպես զրո նշանակություն ունի, շատ կարճ բացատրեմ, թե ինչու, ընդհանրապես գործիքակազմը ըստ կիրառելիության բավականին մեծ է, եւ երկրորդը գոնե Հայաստանում միշտ աշխատել է հետեւյալ սկզբունքը, ոչ թե պաշտոնը պետք է մարդուն գեղեցկացնի, այլ մարդը պետք է գեղեցկացնի այդ պաշտոնը։ Այս պարագային ոչ թե գեղեցկացնի, այլ ավելի արդյունավետ դարձնի։ Ամեն դեպքում եւ մի առաջարկել ունեմ, եկեք մենք չքննարկենք մեզ ընտրել են, չեն ընտրել, ոնց չեն ընտրել եւ այլն։ Խնդրում եմ այդ թեման փակենք, որովհետեւ իմ համար հաճելի էր ամենայն դեպս այդ որոշում լսելը, բոլորը գիտեն դրա մասին։ Հիմա մի հարց կապված բյուջեի ծախսերի հետ կապված։ Գիտեք, այս պայն չեմ ուզում հարցնեմ արդյոք ծախսերի ուռճացվածության, այսպես ի տարբերություն իշխանության, եկեք անմեղության կանխավարկածը ես պայ եմ որպես իրավաբան, ես ուզում եմ խոսել ավելի շատ արդյունավետության մասին։ Հիմա տեսնում ենք բազմաթիվ, եթե ոչ բազմաթիվ կան փակ հոդվածներ եւ այսպես պետական ծառայություններ, որոնց չեն հրապարակվում կոնկրետ, պետական գաղտնիքի տակ է դրված եւ այլն։ Ես օրինակ ինչպես եք կարծում, արդյոք չարժի թեկուզ պետական անվտանգությունը այսպես տակը դնելով դավ չբացահայտենք կոնկրետ այսպես հոդվածները, որի վրա ինչքան է գնում, բայց օրինակ ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է իմանա, թե պետական պահպանության ծառայությունը ընդհանրապես ինչքան գումար է ստանում, վերջինաշով երբ որ տեսնում ենք բազմաթիվ կորտեժները, երբ որ տեսնում ենք ազգային ժողովի մեր ՊՊՑ-ի աշխատակիցների քանակի, մոտ օրինակ հարց է առաջանում, որպես բազմաթիվ տարիներ, որպես հարկատու նաև։ Ինչ կարծիք եք սրա մասին։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, սկսեմ սկզբից, ինչի նկատի ունեի հանձնաժողովների հետ կապված, ես համաձայն եմ դրա հետ, պարզապես ուզում էի բովանդակային առումով ընդգծեի, որ ընդդիմադիր ներկայացուցիչները, երբ որ լինում են հանձնաժողովի նախագահ, մեր գործընկերները պետք է ի նկատի ունենան, որ իրենք մեծամասնություն են այսպես թե այնպես, զուտ այդ տեսանկյունից ի նկատի ունեի։ Ինչ վերաբերում է մարդ պաշտոն լրիվ կիսում եմ ձեր կարծիքը եւ գաղտնի հոդվածների, ընդհանրապես այդ գաղտնի զեկուցող, այսինքն նաև նույն տրամաբանության մեջ է մտնում մեկ անձից գնումները, երեք տեսանք ստեղ ինչ կատարվեց ձեզ դահլիճից դուրս անելու համար, երբ մի 20 հոգի մարդ եկավ, ես չհասկացա ինչի համար, ուղղակի օրինակ եմ բերում, այո, ուռճացված բազմաթիվ ծախսեր կան, գաղտնի ոչ թափանցիկ ծախսային հոդվածներ կան, հենց դա ի նկատի ունեի, որ ասում էի մեր քաղաքականության, այսինքն այս հանձնաժողովի բովանդակությունը պետք է դրանում կայանա, այսինքն մենք կարողանանք բացահայտել հնարավորինս մեզ տրված այդ գործիքակազմով, ինչ հնարավորություն որ կունենանք։ Մեր գործը դա է, մենք այդ առաքելություն ունենք, այսինքն մեր հանրությունը մեզ գործուղել է ստեղ, որ այդ ամենը անենք մենք։ Եվ ամենագլխավոր բաներից մեկը դա հենց բյուջեի կառավարման արդյունավետությունն է։ Դա չի քննարկվում, դա աքսիոմատիկ ճշմարտություն է, պարոն Ղազարյան։ Լիովին կիսում եմ ձեր տեսակետը եւ ելի եմ կրկնում։ Մենք գործուղված ենք ազգային ժողով, նոր ենք սկսելու մեր աշխատանքները, մեր հանրությունը թող վստահ լինի, որ մեր օրենսդրական նախաձեռնություններով, մեր ուրեմն մասնագիտական գիտելիքներով, մեր ոչ ներուժով մենք նպաստելու ենք իրենց բարեկեցությանը, անվտանգությանը, մեր հայրենիքի զարգացմանը։ Լիովին կիսում եմ ձեր տեսակետը, շնորհակալություն։ Արձագանք։ Ես նաև մի հարց կուզեմ ձեզ տալ, օրինակ այդ կարող եք իհարկե առանձին այսպես մտորման համար եմ տալի, նաև իշխող խմբակցության։ Ես օրինակ կարծում եմ, որ գոնե աչքով տեսանելի, այսպես չեմ տեսել, տողերը չեմ կարող ասել, նորից անմեղության կանխավարկածից ելնելով, բայց տեսանելի աչքով տեսնում եմ, օրինակ ազգային ժողովում այսքան ՊՊՑ պետք չի։ Հիմա նույն տարբերակով ամենայն հարգանքով լավ ժողովուրդ են, թող աշխատեն, ունեն իրենց աշխատանքը, բայց կարծում եմ դրա անհրաժեշտությունը չկա, ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ։ Ինչպես նաև հիշում եք ժամանակին կար այսպիսի արտահայտություն իշխանության ղեկավարի Բերանից եմ առաջ անգամ լսել պատավատապետություն։ Հիմա արդյոք չեք կարծում, որ հայտարարվեց ինչ որ մի փոքր չափ կրճատվել է, բայց արդյոք չեք կարծում, որ պետքա այդ հայտարարություն անող իշխանությանը նաև հիշեցնել այսօր ինչ վիճակ է եւ այդ կորտեժները կրկնում են, որ տենց ընդཐུպ տասնյակին հասնող մեքենաներով պտտվում են։
Պարոն Ղազարյան, ոչ միայն պատավատապետությունը, այլ նաև ցանկացած օրինակ գործուղումները ամեն ինչ պետք է լինի չափելի, այսինքն պետք է այդ արդյունքը դու չափես։ Օրինակ մեր գործընկերներ ասենք որ գնում են գործուղում։ Հայաստանի շարքային քաղաքացին դրանից ինչ շոշափելի օգուտներ ունի, ես չգիտեմ։ Չեմ լրիվ բացարձակ ասում որ ընդհանրապես որևէ օգուտ գոյություն չունի, բայց վստահ եմ, ինչքանով որ ուսումնասիրել եմ, օրինակ մեր հանձնաժողովում մեծ սիրով ես կնախաձեռնեի մի հատ ընթացակարգ, բայց բարձեինք այդ գործուղումների վրա որ ծախսերը կատարվել են, մարդիկ գնում են տուրիստական նպատակով, թե գնում են ինչ-որ գործանելու մեր երկրի համար։ Սա ուղղակի մասնավոր օրինակ եմ բերում։ Եվ մեր հարությանը մենք պետք է կարողանանք ցույց տալ մեր օրինակով առաջին հերթին։ Սա ոչ թե պոպուլիստական քայլ է, ոչ թե PR-ը, այլ մեր օրինակով մենք պետք է կարողանանք ցույց տանք։ Այդ որ ասում էի ծառայողական մեքենայից հրաժարվել, ասենք տեսականորեն հնարավոր է, չէ՞ որ մարդ ունենա ծառայողական մեքենա, իմ ասենք այս բան չկա։ Կամ չգիտեմ, նույն այդ պարգևավճարը կամ մյուս այն առավելությունները։ Օրինակ ես ինքս որպես падգամավոր, եթե զգամ անարդյունավետ պետք է գնամ մի հատ գործուղման որ հետ գամ, որևէ օգուտ չի լինելու, չեմ գնալու։